Չակերտավոր ընդդիմություն։ Դուք առաջնորդ չեք։ Դուք դրսից բերված քաղաքական փաթեթ եք։ Դուք դեսպանատնից կերակրվողներ եք։ Դուք օտարների դռան առաջ հերթ կանգնող առաջնորդների թեկնածուներ եք։ Քաղաքական շպիոնական մտածողությունը ներսից քանդում է Հայաստանը։ Դաբրո աղերսողները դարձան եւ էլի կդառնան Հայաստանի գլխին ծանր բեռ։ Ով է ղեկավարում ձեզ, ժողովուրդը, թե դեսպանի գրասենյակի շեֆի տեղակալի օգնականը։ Օտար պետությունների միջանցքներով խելքը կորցրած փրկիչների շոումեններ եք։ Պետականությունը փողոցում է մնացել, դուք դեսպանատան բակում։ Մատենատարանը դատարկ է, սակայն օտարների դեսպանատները լիքն են։ Բայց իմացեք, օտարի պատերի տակ հաստիկ որոնողները պետականություն չեն կարող։ Շպիոնական թատրոնը, երբ քաղաքականությունը դարձել է օտար պետության ստուգ։ Հայաստանի վերջին տարիների ամենավտանգավոր երևույթներից մեկը դարձել է այն, որ որոշ դեմքեր, որոնք փորձում են ներկայանալ որպես պետական մտածողության առաջնորդներ, իրենց ամբողջ քաղաքական ուղու հիմքում դնում են ոչ թե սեփական երկրի քաղաքացիներին, այլ արտաքին պետությունների միջանցքներն ու դեսպանատուների պատերը։ Այս մարդիկ հայրենիքից են խոսում, գուցե բարձր, բայց քայլում են հրահանգներով։ Հայ ազգին քարոզում են հայրենասիրություն, իսկ իրենք հերթով վազում են տարբեր երկրների միջանցքներ, նկարվելով այնպես, կարծես այդ երկրներն են որոշում, ով կարող է Հայաստանի կառավարիչ դառնալ, իսկ ով ոչ։ Այդ վարքագծի անունը պետականամետություն չէ։ Այդ վարքագծի անունը ընդամենը մեկ բան է՝ քաղաքական շպիոնական կոմպլեքս։ Ամոթ է, երբ որևէ մեկը փորձում է Հայաստանի ապագան կապել արտաքին ուժերի դաբրոների հետ։ Ամոթ է, երբ պետության իրավունքները փոխարինվում են օտարների կարգադրություններով։ Եվ կրկնակի ամոթ է, երբ նման մարդիկ հանդգնաբար խոսում են հայրենիք սիրելու մասին։ Եթե իսկապես հայրենիք եք սիրում, գնացեք Մատենադարան, Բաքում նկարվեք, այլ ոչ օտար երկրների դեսպանատներում կամ այլ երկրների պետական շենքերի պատերի տակ, կանգնեք ձեր ժողովրդի կողքին։ Ոչ թե օտար պետությունների պատերի տակ լուսանկարվեք, կարծես Հայաստանում իշխանություն ձևավորելու իրավունքը իրենք են տվել, ոչ թե ժողովուրդը։ Հայ ընտրողն է իշխանության տերը, հայ ժողովրդի քվեն է լուծողը, ոչ թե օտար երկրի ղեկավարների օգնականը, թարգմանիչը կամ ինչ-որ գրասենյակի պաշտոնական երրորդ դեմքը։ Որն է ձեր հայ լինելը, եթե ձեր առաջին քայլը սեփական ժողովրդի հետ խոսելը չէ, այլ դրսում համաձայնություն խնդրելը։ Ուր է ձեր պետությունը, եթե նրա արժեքը չեք տեսնում։ Բացի այն դեպքերից, երբ պետք է սոցցանցում մի նկար հանել եւ մարդկանց մահակով համոզել, թե ձեզ արդեն դրսից հավանեցին։ Հայաստանի ապագան չի վաճառ։ Հայաստանի պետականությունը չի ստորագրվում դեսպանատների բակում։ Եվ մեր երկրի ղեկավար դառնալու իրավունքը չի տալիս ոչ մի օտար պետություն։ Քանի դեռ նման մոտեցմամբ են առաջ գալիս որոշ մարդիկ, այս երկիրը չի կարող կայունանալ։ Քանի դեռ քաղաքական դաշտում կան դեմքեր, որոնք իրենց առաքելությունը տեսնում են այլ երկրների շահերը տեղական շղարշով անցկացնելու մեջ, Հայաստանը կմնա վտանգի շեմին։ Ոչ արտաքին թշնամուց, այլ ներքին թուլությունից ու խեղաթյուրված մտածողությունից։ Ժողովուրդը պարտավոր է տեսնել այդ իրականությունը ու պարտավոր է բարձրաձայնել այն պարզ ճշմարտությունը, որը արդեն բոլորը գիտեն։ Դրսի դաբրոների ժամանակը Հայաստանում ավարտվում է։ Այս երկիրը չի կարող փոխվել այնքան ժամանակ, քանի դեռ դաբրոյով Երևան եկող քաղաքական տիպերը շարունակում են իրենց դերասանական խաղերը։ Ժամանակն է նշել ուղիղ անուն, այդ երևույթը ազգի գլխին քար գցող շպիոնական վարքագիծ է, ոչ թե քաղաքականություն։ Հայ ժողովուրդը այլևս չի ուզում իր ապագան տեսնել օտարների ձեռքին։ Եվ եթե որևէ մեկի դա դուր չի գալիս, ապա խնդիրն իրենցն է, ոչ թե Հայաստանի։
Հրավիրում ենք ժողովրդին, որպեսզի առաջադրվեք պատգամավոր։ Ժողովրդի ձայնը լսելի է կուսակցության համամասնական ցուցակով։ Այո, ճիշտ եք լսում։ Մենք ձեզ ենք հրավիրում, որպեսզի գաք, առաջադրվեք, մասնակցեք, որոշեք լինեք փոփոխության մասը։ Դեմ եմ քաղաքացիական շարժում, ժողովրդի ձայնը լսելի է նոր ձևավորվող կուսակցություն։ Ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի։ Սա անփոփոխ է, հստակ եւ ընդգծված։ Միացեք մեզ, եղեք փոփոխության իրական մասնակից։